Ողջույն, ձեզ հետ այսօր կրկին մենք ենք, Լեանան և Սոֆան։ Life Armenia-ի նոր նախագծի շրջանակներում կբացահայտենք փոքրերի մեծ աշխարհը, իսկ թե ինչ ենք կարդալու ձեզ համար այսօր, կասի Սոֆան։ Իսկ թե ինչ ենք ձեզ համար կարդալու այսօր, կասի Սոֆան։ Այսօր մենք կարդալու ենք Հովհաննես Թումանյանի Անհաղթ աքլորը։ Այ այսպիսի շատ ուշադիր աղջիկ է Սոֆան, միշտ ուշադիր է, միշտ։ Լինում է, չի լինում, մի աքլոր է լինում։ Էս աքլորը քուջուջանելիս մի ոսկի է գտնում, կտուրն է բարձրանում, ձեն տալի։ Ծուղրուղու, փող եմ գտել։ Թագավորը լսում է, իր նազիր վեզիրին հրամայում է, գնան խլեն բերեն։ Նազիր վեզիրը գնում են, խլում, բերում։ Աքլորը կանչում է։ Ծուղրուղու, թագավորն ինձանով ապրեց։ Թագավորը ոսկին ետ է տալիս իր նազիր վեզիրին և ասում. «Ետ տարեք իրեն տվեք, թե չէ աշխարհքովը մին խայտառակ կանի մեզ էտ անպիտանը»։ Նազիր վեզիրը ոսկին տանում են, ետ տալի աքլորին։ Աքլորն էլի կտուրն է բարձրանում։ Ծուղրուղու, թագավորն ինձանից վախեց։ Թագավորը բարկանում է, իր նազիր վեզիրին հրամայում է։ Գնացեք, ասում է, բռնեցեք էտ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք, ուտեմ պրծնեմ դրանից։ Նազիր վեզիրը գնում են, աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է։ Ծուղրուղու, թագավորն ինձ հյուր է կանչել։ Տանում են, մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի։ Ծուղրուղու, թագավորն ինձ տակ-տակ բաղնիք է ղրկել։ Եփում են, բերում, թագավորի առաջն են դնում, կանչում է։ Ծուղրուղու, թագավորի հետ սեղան եմ նստել։ Թագավորը շտապով վերցնում է, կուլ տալիս, կոկորթով գնալիս, ձայն է տալիս։ Նեղ-նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղու։ Թագավորը, որ տեսնում է, կուլ տվեց, էլի ձենը չի կտրում, իր նազիր վեզիրին հրամայում է։ Թուրները հանած, պատրաստ կենան, որ մին էլ ձենացի, զարկեն։ Նազիր վեզիրը թրերը հանած, պատրաստ կանգնում են, մինը էս կողմը, մյուսը են։ Աքլորը, որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի։ Լույս աշխարհքում նեյ մութ տեղն եմ ընկել, ծուղրուղու։ Զարկեցեք, հրամայում է թագավորը։ Նազիր վեզիրը զարկում են, տալիս թագավորի փորը պատռում։ Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում, ձեն է տալիս։ Ծուղրուղու։ Այ քեզ աքլոր։ Դե ասա տեսնեմ, ինչ կարծիք ունես այս աքլորի մասին։ Նա շատ խորամանկ էր։ Շատ համաձայն եմ։ Աղվեսին հավասար։ Աղվեսին Խորամանկություն։ Աղվեսին հավասար խորամանկ էր։ Փաստորեն որոշել էր հաղթել աղվեսին իր խորամանկությամբ։ Աղվեսի մասին հեքիաթներ գիտես։ Դե մի օր կարող ենք աղվեսի խորամանկության մասին հեքիաթ նույնպես ընթերցել եւ համեմատել աքլորի ու աղվեսի խորամանկությունները։ Իսկ դու խորամանկ ես։ Մի րոպե աչքերիդ նայեմ ասեմ։ Ուրեմն, այստեղ գրված է այո, այստեղ գրված է հաստատ։ Ահա։ Ես այդտեն չեմ կարծում։ Չես կարծում այդպես։ Լավ, տեսնենք։ Մի օր թաքուն ականջիս կասես։ Դե ինչ, մեր սիրելի փոքրիկներ, հուսով եմ նախ հեքիաթը ձեզ դուր եկավ, անպայման մեկնաբանություններում գրեք, թե ձեր կարծիքով ով է ավելի խորամանկ, աքլորը, թե կոնկրետ այս աքլորը, թե աղվեսը։ Մենք անպայման կսպասենք ձեր մեկնաբանություններին, քանի որ ինչ ենք անելու ես եւ Սոֆան։ Անպայման ձեր մեկնաբանությունները կարդալու ենք եւ անպայման պատասխանենք։ Եվ եթե դեռ չեք հետևում Life Armenia-ի էջին, անպայման բաժանորդագրվեք, հետևեք եւ մեզ հետ միասին բացահայտեք փոքրերի մեծ աշխարհը։ Իդեպ, անպայման հետևեք նաեւ Վերելք դրամատիկական թատրոնի էջին, որպեսզի թատրոնի մասին էլ ունենաք տեղեկություններ եւ ինչու՞ չէ, գնաք նայեք ներկայացումները, այնտեղ շատ մանկական ներկայացումներ կան հենց ձեզ համար։ Մենք գտնվում էինք Արմավիր մարզում, Մեծամոր համայնքի Վերելք դրամատիկական թատրոնում։ Կհանդիպենք շուտով։
Ցտեսություն։ Տեսություն։